Պիտի շարունակենք Սուրբ Եփրեմ ասորի հոգևոր խրատները։ Սուրբ Եփրեմի խրատները բաժանված են զանազան գլուխներու, այսօր պիտի անդրադառնանք չարախոս չլալու եւ չարախոսության եւ չարախոսներու մասին։ Առաջին չարախոս չլալու մասին։ Երանի անոր ով իր լեզուն չի բրձեր ուրիշները չարախոսելով, ով իր լեզվով չապագաներ իր սիրտը, այլ կհասկնա, որ մենք բոլորս բադիժի ենթակա ենք եւ չուրախանար եւ ուրիշները գճարախոսեն, այլ գտնվզի այդ երկին դեմ։ Քանզի ուրիշի մասին ճարախոսություն ճնողը արդար եւ մաքուր կմնա։ Ան խոչընդոտի չի հանդիպիր եւ անոր խիճը բրձված չէ։ Ով որ գպաղճի ճարախոս ոգիներեն, ան իրեն հերու վահե չար մարդուցմե եւ գախտե թևերու բանակներու։ Ով որ ճարախոս լեզու ցերկ չպերած, ան ցերկ կպերե մշտնչենական քանցը։ Ով որ միդում չունի ուրիշները չարախոսելու, ան գխուսապի եղբայրասպանութենե եւ ուրիշներն ալզինք չեն չարախոսել։ Ով որ չի կայտագրիր չարախոսության ոգիով, ան ճշմարտավես ըմբռնած է, որ ինք մարմնավոր է եւ ինք զինք չէ արադավորած։ Ով որ չի համագործակցիր չարախոսներու հետ, ան գպնակի հրեշտակներու հետ։ Ով որ լեզուն եւ ագանչները չի տունավորել չարախոսությամբ, ան լեցուն է սիրո բուժիչ զորությամբ։ Ով որ իր շրտները չի բրձեր չարախոսությամբ, անոր շրտները Սուրբ Հոգիի բդուղներու անուշահոտությունը կփուրեն։ Այդ պատճառով իրավես երանելի է ան, ով զերծ կմնա չարախոսությունին։ Երկրորդ չարախոսության եւ չարախոսներու մասին։ Ով որ ուրախանա ուրիշներու չարախոսությունը լսելով, ան ագնհայտորեն ցույց կտա, որ սպաղված է այդ բանով, որ ինքն էլ չարախոսե ուրիշներուն։ Քանզի ուրիշները չարախոսողը ինքզին կտարաբարդե, ան աշխարհի ցանցերու մեջ խառնված է եւ բարդ մարդն է։ Չարախոսի մեջ ամեն բան կա, եւ զրբարդություն, եւ ադելություն, եւ պամպասանք, ուստի ան եղբայրասպան, անխիղճ եւ անբարեկուտ մարդ է։ Իսկ ով որ իր մեջ Աստուծո երկյուղը ունի, որ սիրտը որ մաքուր է, ան չի սիրել ուրիշները չարախոսել, չուրախանար ուրիշներու գաղտնիքները իմանալը, Ստոպան չի պնդրել ուրիշներու անգումին մեջ։ Այդ պատճառով լացի ու արդյունքի արժանի է ան, ով ինքզին չարախոսության արժեդուսած է։ Եվ ինչն է անգե ավելի ադելի։ Հետևաբար չանացեք, որ ցեզբե ոչ մեկը չմեղադրվի այդ մեղքին մեջ։ Քանզի երբ մարդ կգիտակցի իր ծանր մեղքերը, անով իշխանություն կունենա ինքն իր վրա։ Այդ արատներով է, որ մեզ գորսա սատանան, որովհետև այնպես գնե, որ մեզ մե յուրաքանչյուրը անդեսե այդ մեղքերը, որպես ոչինչ նշանակող բաներ։ Իսկ Պողոս առաքյալ չարախոսները գտասե այդ մեղքերը գործողներու թիվի մեջ, երբ ասած է Կորինթացիներուն հղած իր առաջին նամակի մեջ։ Ոչ իգացյալները, ոչ արվակետները, ոչ քողերը, ոչ ակահները, ոչ արբացողները, ոչ հեքնողները, ոչ ալ հապշտակողները պիտի ժառանգեն Աստուծո թագավորությունը։ Հետևաբար փոխանակ չարախոսության լսեցեք Աստուծո խոսքը, որ հոգիի խաղաղություն կբերե։ Աստուծո խոսքը սրդի մաքրության ու սրբության աղբյուր է, յանքի թեղ, չարեն պատճառված սիվանդությանց ու խոցերու առողջացուցիչ բալասան, որով մեզ լված մեր Տերը Հիսուս Քրիստոս, երբ Հովաննու ավետարանի մեջ ասավ, դուք արդեն իսկ մաքրված եք այն խոսքին համար, որ ես ցեզի խոսեցա։ Ամենասուրբ երրորդական գվայել է պարկը, բադիվն ու երկրպագությունը հավիտյանի միջև հավիտյան ամեն։